Նախ պետք է ասեմ, որ մենք դիտարկում ենք այս պայքարը որպես լուրջ քաղաքական պայքար, որովհետև սա համայնայնության մայրաքաղաքն է եւ ըստ քաղաքական տեսանկյունի դրան պետք է լուրջ վերաբերվել, այլ ոչ թե ուղղակի որպես թիմ ընտրության։ Մենք սա դիտարկում ենք որպես քաղաքական լուրջ պլատֆորմ եւ հենց այդ տեսանկյունից է պայքարը մղելու ենք։ Պայքարը քաղաքական է, այլ ոչ թե ուղղակի թիմ ընտրություններին է վերաբերվում եւ քաղաքական ծրագրերն են իրար հետ պայքար մղելու եւ քաղաքական պլատֆորմն է ներկայանալու այստեղ պայքարի շրջանակներում, այլ ոչ թե անձերը կամ ոչ թե ընդդիմություն կամ ընդդիմությունների միջև պայքարն է տեղի ունենալու։ Կարծիք կա, որ նորաստեղծ կուսակցության համար սա նաև շանս է ստուգելու իր ռեսուրսը ձեզ համար, ինչքան հետևորդ ունեք, ինչ ընտրազանգված եւ մի բան էլ պարոն Զուրաբյանն ասում է այն քաղաքական ուժերն ովքեր մասնակցելու են, նրանք ըստ էության կլեգիտիմացնեն իշխանությանը, որը նաև այս պայքարի մեջ է, համամիտեք այս տեսակետից եւ առաջ։ Նախ պետք է ասեմ, որ մենք հասկանում ենք, որ ընտրությունների միջոցով քաղաքական պայքարը Հայաստանի Հանրապետությունում այս 25 տարիների ընթացքում դեռ արդյունավետ հանգրվանի չի հասել, բայց նաև դրա հետ մեկտեղ մենք դիտարկում ենք այս գործընթացը որպես քաղաքական գործընթաց եւ քաղաքական պայքարի միջոց, որին դու պետք է անդրադարձ կատարես եւ իհարկե ցուցաբերես քո մասնակցությունը։ Իսկ ժամանակ արդեն իր գնահատականը ցույց կտա եւ կգնահատի, թե որ ճանապարհն է ճիշտ, արդյունավետ եւ ինչու էին քաղաքական ուժերը պայքարում եւ ինչի հասան։ Տիկի Փոստաջյան, արդեն իսկ կարծիքներ կան, որ մրցակցությունը ընթանալու է ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ինչ կասեք այս մասին։ Ես չեմ կարծում, որ այդպես է, մենք կարծում եմ մրցակից չունենք։ Տիկին Փոստաջյան, նաև պարոն Փաշինյանը հայտարարեց, որ ձեզ համագործակցության 3 առաջարկ է եղել իրենց հետ միասին մասնակցելու հավաքական ընտրություններին։ Առաջարկներից մեկն է եղել նաև, որ դուք գլխավորեք ցուցակը։ Ձեր գնահատականն եմ ուզում իմանալ, ինչու եք մերժել, ինչ հիմնավորումներով։ Նախ դուք կարծում եմ տեղեկացված եք, որ շուրջ 2 ամիս առաջ ինչ տեղի ունեցավ եւ ինչու ես մերժեցի ընդհանրապես ժառանգություն կուսակցությանը այդ պարագայում, որ մենք գտնում ենք, որ ես անձնապես նաև գտնում եմ, որ արհեստական այս ստեղծված դաշինքները նրանք արդյունավետ չեն եւ չեն համախմբվում եւ դաշինք ստեղծում սկզբունքների, գաղափարի եւ ծրագրի շուրջ, հետեւաբար նրանք նաև ձախողվում են ժամանակի ընթացքում, դա ցույց է տվել ոչ միայն իմ այս շուրջ 10 տարվա փորձը քաղաքականության մեջ, այլ նաև 25 տարիների փորձը մեր անկախ պետականության մեջ, հետեւաբար դա է հիմնական պատճառը, որ ես մերժել եմ 2 ամիս առաջ։ Իսկ այս անգամ պետք է ասեմ, որ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները եւ մենք ուղղակի ունեցել ենք հանդիպում եւ ընկերական զրույց, ուղղակի որպես գոլեգաներ, ես, նա եւ պարոն Սասուն Միքայելյանը ստորջարանում ուղղակի զրուցել ենք։ Այսինքն նա պաշտոնական առաքելություն չի ունեցել ինձ որևիցե առաջարկ ներկայացնելու, ես էլ եթե լիներ նման պաշտոնական առաքելություն, ապա նույնիսկ չէի հանդիպի, այլ բանավոր կմերժեի։ Ուզում եմ ասել, պարոն Փաշինյանը կարիք չկար, որ այդ հայտարարությամբ հանդես գար, նա ուղղակի կասեի, որ ցանկալի է, որ լինի քաղաքի տղա եւ չխախտի էթիկայի կանոնները։ Տիկին Փոստաջյան, ինչու է ելքին դուք արդեն մեկ անգամ մերժել եք, ինչու է պարոն Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, ինչու է նրանք շարունակում պնդել, որ դուք լինեք երկրի ցուցակում։ Կներեք, այդ հարցերը պետք է իրենց հղեք եւ իրենցից պատասխան պահանջեք։ Դուք նախատեսում եք այնպիսի ինտենսիվ պայքար, ինչպես որ երկարեցից նախընտրական քարոզարշավում, տնից տուն, բակից բակ կամ օրիգինալ նոր տեխնոլոգիայի ներմուծում եւ դա տվեց իր արդյունքը, ամենադեպս ասում են մասնագետները, Տիկին Փոստաջյան, դուք եք այդպիսի քարոզարշավ անելու։ Կարծում եմ ելքը նոր է ինչ-որ գործողություններ իրականացրել այդ իր դաշինքային գործնեության շրջանակում, իսկ դուք ծանոթ եք իմ գործնեությանը շուրջ 10 տարի եւ նորամուծությունների եւ այլընտրանքների եւ այսպես ասենք մոտեցումների պակասը դուք չեք կարծում եմ չեք արձանագրի, որովհետեւ այդ բոլոր մոտեցումները, որը կան, ժամանակակից են եւ արդյունավետ են, իհարկե նաեւ երկիր ծիրանին է օգտագործելու եւ նաեւ
որ մենք երան ունենք եւ ունենք այնքան էներգիա, որ ամեն ինչ կարող ենք անել, կարծում եմ այդ պակասը չեք զգա։ Պետք է ասեմ, որ մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը, այդպես եմ ես դիտարկում, հետեւաբար այդ տրամադրության մեջ ենք։